Բարի լույս, բարի գեղեցիկ օրհնյալ օր եմ մաղթում ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, ցանկանում եմ, որ միշտ լինեք առողջ եւ երջանիկ։ Ես արդեն առավոտվա իմ մեկ բաժակ կոֆեն դրեցի։ Դուք էլ ձերը դրեք, միասին վայելենք մեր առավոտվա կոֆեն, նոր արդեն կանցնենք գործի։ Սիրելիներս, այսօր մի փոքր լավ չեմ զգում ինձ, գլուխս ահավոր ցավում է, շաքարս բարձր, ճնշումս բարձր, դարձյալ չեմ հանձնվում, առանց ձեզ էլ կոֆե չեմ խմում։ Իմ առավոտը սկսում եմ ձեզ հետ միասին, հիմա բարձրացավ, կոֆեն լցնեմ, գնանք միասին խմելու։ Այստեղ էլ ինչ եմ պատրաստելու, կարմիր լոբի եմ դրել, որ պատրաստեմ։ Էլի հետևորդներ ջան, որոշեցի կոֆեն դնեմ, վերցնեմ, գնամ բալկոնում նստեմ, համ ձեզ հետ զրույց անեմ, համ էլ կոֆե խմեմ, բայց շատ ցուրտ է։ Գիշերը -3 աստիճան է արել։ Չգիտեմ, հələ պետք է իջնեմ ցերեկը գնամ տեսնեմ, հոտ ծաղիկները, մալինաները ցուրտը չի տարել, տյուլպանները, կգնանք միասին ցույց կտամ։ Ուզում էի այսօր էլ պատրաստեի ընթրիք, իջնեի գնայի գոնե մեխակներս մաքրեի, բայց չեմ կարող, որովհետև դեռ շատ խոնավ է։ Եթե փոցխեմ, չի լինի, ոնց որ ասած շատ խոնավ է, ցեխ է։ Դրա համար տեսնեմ, գոնե վաղը լավ եղանակ լինի, իջնեմ գնամ, մեխակներս խառնվել են իրար։ Ճիշտ է, աշնանը մաքրել ենք, բայց էլը դարձյալ մաքրելու կարիք ունի, ելակները մաքրելու կարիք ունի, թարխունը մաքրելու կարիք ունի, չգիտեմ թարխունը ցուրտը տարավ թե չէ։ Բավականին ժամանակ գնել ենք սոխի սերմերը։ Սա սպիտակ սոխն է, մանր, առողջ, տրուս սերմեր է, գնելուց պետք է նայես, եթե մի փոքր թույլ եղավ, պետք չի գնել, փող ծախսել գնես, մեկա տնկես չի աճելու, չի լինելու, չորացել է, թափվում է, սավոք սոխի սերմ է, անունը սավոք է, շատ լավ գլուխ է տալիս, շատ առողջ սոխ է, սա էլ կարմիրն է, նույնի կարմիրը, դեռ քիչ է, մի քիչ էլ պետք է գնենք, ամեն մեկը կես կիլո է, թափվում է, չեմ ուզում շատ, ամեն մեկը կես կիլո են, մի քիչ էլ, ամեն մեկից մի կես կիլո էլ կվերցնենք, բավական է, մի մեծ մարգ անում ենք և ամբողջ ամառ օգտագործում ենք, գլուխ սոխը, այդ որ նոր փոքր գլուխներ է լինում, աղցանի վրա համեղ է լինում, խորովածի հետ, լոլիկով, խառը հետ, բանջարեղեններով, աղցան ենք պատրաստում, մի խոսքով գլուխ սոխ է, կանաչ վիճակում երբեք չենք ուտում, կանաչը սև մանր սերմեր եմ ցանում, ուտելու համար։ Սիրելի հետևորդներ ջան, կոֆեն խմեմ, այսօր որոշել եմ պատրաստել հատիկ լոբի, մեր Հայաստանի բակլա տեսակի մեծ խոշոր կարմիր լոբին, կեսը աղցան եմ անելու, կեսն էլ սոխառածով եմ պատրաստելու։ Սիրելիներս, կարմիր լոբին գիշերը լավ լվացել եմ, թրջել եմ, առավոտյան ջուրը թափել եմ, նոր ջուր եմ ավելացրել, դրել եմ եփելու, համարյա պատրաստ է։ Հիմա տեսեք ինչ խոշոր հատիկներ է, բակլա լոբին ընդհանրապես շատ խոշոր է լինում, հիմա փորձեմ, եփել է, համարյա, աղ կլցնեմ, մի քիչ էլ թող աղով եփի, որ համեղ լինի։ Այս բակլա լոբով, սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ, ջրալի լոբով ճաշ կարելի է պատրաստել, բայց ցանկացան ընտանիքիս անդամները, որ հատիկ լոբի պատրաստեմ,
սոխառածով։ Ես էլ սիրով կպատրաստեմ։ Շատ ընտիր է։ Տապակի մեջ լցրել եմ բուսայուղ, գազօջախը վառեցի, թող բուսայուղը տաքանա։ Ես վերցրել եմ կարմիր սոխ և սպիտակ սոխ։ Կարմիր սոխը մի քիչ հաջող սոխ չի, իրարից բաժանվում են, բայց աղցանը կարմիր սոխով պետք է պատրաստեմ լոբով, դրա համար մաքրեցի։ Հիմա ես կմանրացնեմ միջին չափսի կտորների սպիտակ սոխը, նախապես սոխն էլ եմ մաքրել, սիրելի հետևորդներ ջան։ Սոխառածով կպատրաստեմ լոբին, հետո նոր լոբով աղցանը կպատրաստեմ։ Դանակը լավ չի կտրում, լրիվ քոռացել է, լավ չի։ Հիմա փոքր դանակը վերցնեմ, սև փոքր դանակ ունենք, դա լավ սուր է, մինչև ամուսնուս կասեմ բոլոր դանակները պիտի սրի, սուր չեմ պահում։ Մանրացնում եմ և հիշում եմ, առաջներում ուրախություն լիներ թե տխրություն, սեղաններին հատիկ լոբի էին դնում ափսեով, որպես սառը զակուսկա։ Լոբու վրա ցանում էին կարմիր աղացած պղպեղ, կլոր փոքր սոխեր էին կլոր կտրում, օղակաձև շարում լոբու երեսը և կանաչի։ Միշտ էլ սեղաններից անպակաս է եղել այս լոբով ուտեստը, սառը զակուսկա։ Հիմա սիրելիներս մի քիչ մանրացնեմ, մնացածը կադրից դուրս կմանրացնեմ, նոր արդեն կպատրաստեմ սոխառածը։ Մինչ սոխը մանրացրեցի, բուսայուղը լավ տաքացել է, տաքացած բուսայուղին ավելացնում եմ մանրացրած սոխը և կտապակեմ սոխը այնքան մինչև փափկի և գույնը դառնա ոսկեգույն։ Հիմա մի հատ խառնեմ, թողեմ, թող կարմրի։ Մինչ սոխը կարմրի, ես էլ կմանրացնեմ կարմիր սոխը լոբով աղցանի համար։ Որքան հնարավոր է աշխատում եմ երկար ձողիկների նման մանրացնել կամ էլ կլորաձև, կիսալուսնաձև։ Քանի որ սոխը մի քիչ թույլ է, դուրս է գալիս, ես էլ աշխատում եմ այնպես անել, որ գեղեցիկ ստացվի։ Սոխը սկսել է կարմրել, թող լավ կարմրի։ Մինչև կարմրի, այդ ընթացքում կմանրացնեմ թե սոխառածով լոբու համար և թե լոբով աղցանի համար թարմը համեմ և սամիլ։
Սոխը լավ կարմրել է, արդեն պատրաստ է, որ ավելացնեմ կարմիր պղպեղը։ Սոխի վրա ավելացնում եմ աղացած քաղցր պղպեղ, չոր ռեհան և ծիտրոն, թարմը սամիտ և համեմ։ Եվ կսկսեմ շարունակել տապակել մի փոքր խառնելով։ Մի փոքր ջուր կավելացնեմ սառը, լոբու ջուրը թափել եմ ափսոս, թե չեք ավելացնեի, այնքան որ մի փոքր այդ համեմունքները բացվեն ջրով և իրենց բուրմունքը տան սոխառածին, որ ավելացնեմ խաշած լոբին։ Հիմա բերանը կծածկեմ, կթողնեմ, որ կանաչիները իրանց բուրմունքը տան սոխին։ Սա էլ կթողնեմ, այսքանը բավական է, կլցնեմ աղցան լոբու վրա։ Հիմա կխառնեմ լավ, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն իրար։ Բերանը կծածկեմ թավայի և կթողնեմ մի հատ եռգա ու կանջատեմ։ Պատրաստեցի, վերջացրեցի սոխառածով լոբին։ Հիմա մի փոքր փորձեմ համը, տեսնեմ ինչպես է ստացվել։ Աղը տեղն է, աղի կարիք չունի։ Տեսեք ինչ լավ, ախորժելի տեսքով, հատիկ լոբու հատիկները չեն տրորվել, սոխառածով կարմիր լոբի պատրաստեցի։ Իսկ հիմա բերանը տապակի ծածկեմ, անցնեմ կարմիր լոբով աղցան պատրաստելուն։ Աղցանի բաղադրիչներն են կարմիր հատիկավոր լոբի, որը արդեն խաշել եմ, ջրքամել եմ, թարմը կանաչի մաղադանոս և սամիտ, 1 գլուխ կարմիր սոխ և սպիտակ սոխ նորից կտրտել եմ, աղ, սև պղպեղ, բուսայուղ, ընկյուզ։ Եվ սիրելիներս, հիմա կտրտած նախապես սոխը կլցնեմ մեծ տարայի մեջ։ Եվ կսկսեմ արդեն մանրացնել ընկյուզը, ինչքան շատ լինի, այնքան համեղ կլինի, ինձ մոտ մոտավորապես 100 գրամից հլը մի փոքր էլ ավել է։ Հիմա վերցրեցի մեծ դանակ և սկսեմ մանրացնել, շատ մանր չեմ անում, սիրում եմ, որ ընկյուզը աղցանի մեջ համը զգացվի ուտելու ժամանակ։ Բոլորս էլ գիտենք, որ սիրելիներս կարմիր խաշած լոբին վիտամիններով հարուստ է, ընդհանրապես լոբով ճաշ կլինի, աղցան կլինի, թե ուղղակի խաշած աղը ցանած ուտենք, կարմիր լոբին շատ առողջարար է մեր օրգանիզմի համար։ Հիմա ընկյուզն էլ մանրացնեմ, նոր հերթով արդեն կսկսենք հավաքել մեր աղցանը։ Մանրացրեցի, վերջացրեցի ընկյուզը, մանրացրած ընկյուզը ավելացնում եմ կտրտած սոխի վրա։ Սկսում եմ արդեն հավաքել աղցանի բաղադրիչները հերթականությամբ։ Ընկյուզի սոխի վրա ավելացնում եմ կարմիր հատիկավոր խաշած լոբին, ավելացնում եմ նաև թարմը մաղադանոսը և համեմը։
Աղցանի տարան փոքր է, դատարկում եմ մեծ տարայի մեջ։ Հիմա մի հատ էլ գթալ վերցնեմ, որ երկու գթալով խառնեմ աղցանը։ Մի լավ խառնում եմ, որ բոլոր բաղադրիչները իրար լավ խառնվեն։ Այս մի կտորը չեմ կտրել, դնեմ մի կողմ։ Համեմում եմ աղով, աղը քիչ եմ անելու, որովհետև լոբին աղով արդեն եփել եմ։ Եվ սև պղպեղով։ Ավելացնում եմ 3 ճաշի գթալ բուսայուղ։ Կարող եք շատ ավելացնել կամ քիչ ավելացնել, ըստ ճաշակի է բուսայուղը ավելացնելը և ըստ ցանկության։ Ես 3 ճաշի գթալ կլցնեմ։ Մի հատ սրբեմ շշի կողքերը և նոր դնեմ տեղը։ Սիրելիներս, պատրաստեցի առողջարար, գունեղ, համեղ աղցան և կարմիր լոբին սոխով տապակած։ Այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Մաղթում եմ ձեզ եղեք առողջ և օրհնված։ Տեսություն։